Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 14-ի համար։ Օրը գիրակի է և այս շաբաթվա համենայն դեպս վերջին տեսանյութն է, որը կլինի և արդեն երեկ էլ նշեցի, որ կլինի 2026-ին նվիրված որոշ տեսանյութեր, հետո նորից կշարունակենք ամենօրյաները։ Եթե կարողանամ հասցնել, ապա կանեմ, եթե ոչ, ապա կարող եք ընդամենը այս մեկ շաբաթը բավարարվել ուղղակի ձեր 2026 թվականի որոշ կանխատեսմամբ, հետո արդեն նորից կշարունակենք ամենօրյաները։ Կարող եք հիմնվել նաև լուսնայինով, կարող եք մոտավորապես հասկանալ, թե ինչ տեղի կունենա։ Եվ գնանք խոյերին։ Գնացին։ Այստեղ փոփոխության քարտ ընկավ, ուրախ տրամադրության քարտ ընկավ, այնպես որ ինչ-որ փոփոխություններ լինելու բարձր տրամադրություն կունենանք։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 14-ին։ Հաջողություն, ինչ անեք, այդ օրը հաջողությամբ կընթանա, հաջողությամբ կավարտեք։ Ասա կարճաժամկետ հաջողություն է, որը այդ օրը արեցիք, այդ օրը ունեցաք։ Նաև կամուրջ է սա, որը կստեղծվի ձեզ համար, որ ինչ-որ մի բան ավելի հեշտ անեք, ավելի հեշտ տեսնեք, ինչ-որ մեկին ծանոթանաք, խոսեք, պայմանավորվեք, այն ինչը որ դժվարություն է ստեղծում, ոնց որ հիմա սա կամուրջը ավելի հեշտացնում, թեթևացնում։ Եվ որևիցե ոլորտ ձեր կյանքում կկայունանա, կնորմալանա, եթե ինչ-որ մի բան ձեզ անհանգստացնում էր այդ ոլորտում, ապա այդ ոլորտը կնորմալանա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 14-ին։ Կայունություն որոշ գործերում, որոշ հարցերում, նաև կարող եք ձեր ընկերոջ հետ գնալ և ինչ-որ միտեղ երկար մնալ։ Հանդիպում նաև շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ձեր ընկերուհու հետ և ճանապարհ եք գնալու, կամ ոնց որ տարբեր տեղեր կարող եք գնալ այդ օրվա ընթացքում, նաև սա ուղղակի ինչ-որ մի մեծ երկար ճանապարհ է, նաև սա գործեր է կարող եք առաջ մղել։ Ոչ միտեղ չգնաք, բայց ձեր գործերը կարող եք առաջ մղել։ Ոչ մի խանգարող, չնայած սա խանգարում է, սկզբում է խանգարում, հետո արդեն բացվում է, սկզբում կարող է պահել ձեզ ինչ-որ մի բան։ Հետո նոր արդեն այստեղ բացվում է և կկարողանաք ձեր գործերը առաջ մղել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 14-ին։ Այստեղ հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է։ Միգուցե իր առիթն է, գնում եք առիթի, միգուցե հասարակական գործիչ է։ Կարող եք ուղղակի ինչ-որ մի աղջկայում տեսնեք դուրսը մարդկանց մեջ, այսպես դրսում հանդիպեք։ Եվ ինչ-որ մի բան կգնա ձեր կյանքից նորին տեղ բացելու համար, որ գնաց դա կգնա ոնց որ հավիտյան, հետո նաև ոգևորված կլինեք, ինչ-որ բաներ կանեք, կվերջացնեք, նորություններ կլսեք, կամ հյուր կընդունեք, հյուր կգնաք, երկար ճանապարհ կարող եք գնալ, ինչ-որ բաներ պատվիրեք, բերեն տուն, ուտելիք և այլն։ Համենայն դեպս բավականին աշխույժ կլինեք։ Այսքանը ձեզ համար, միգուցե դուք եք նման գործ անում, ինչ-որ բաներ առայք եք, շաբաթ կիրակի օրինակ նման գործերով եք զբաղվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 14-ին։ Հաջողակ օր է ձեզ համար, ինչ որ անեք այդ օրը հաջողություն կունենաք, միանվագ հաջողություն է, ինչպես որ ասում են, մեկ անգամյա։ Նաև ժամանակ կարող եք տրամադրել ինչ-որ գործեր անելուն, կամ ժամանակ է հարկավոր, որպեսզի ինչ-որ գործեր անեք, ավարտեք, հստակ հա, ոնց որ ինչ-որ մի բան վերջացնեք, նաև ժամ կարող է պայմանավորվեք, օրինակ այս տղայի հետ, որպեսզի անեք։ Նաև սա ժամանակ է, հա, որ պետք է ճիշտ ժամանակին լինեք ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին հասցնեք և ժամանակ նաև տրամադրեք որևիցե մի բանին, որը որ բաց եք թողնում ձեր կյանքում, որը ոչինչ չեք անում։
մնացել է ինչ-որ մի բան։ Եվ այդ օրը նաև հանդիպում շփում գոյացե տղայի հետ, այդ տղային տեսնես բավականին շատ կուրախանաք, տրամադրությունը բարձր կլինի, ինչ առումով է, որ ուզում է լինել, հա, թեկուզ սիրային, թեկուզ համ եւ նույնն է իրեն տեսնելուց կուրախանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առույցներին դեկտեմբերի 14-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, աղջկա հետ, տեսնենք ով է, սա կարող է նոր ծանոթություն է ոմանց համար։ Չէ, այդ աղջիկը կարող մանր-մունր խնդիրներ է ստեղծում ձեզ համար, կամ միգուցե ինքը ունի մանր-մունր խնդիրներ, հա, եւ պետք է կարող դիմում է ձեզ, որպեսզի լուծեք այն։ Եվ ուշադիր եղեք ամենայն դեպս այդ աղջկանից, կարող ինչ-որ բան է գողանում, կարող անծանոթ մեկն է, ուշադիր եղեք։ Եվ այդ օրը ոմանք կարող են լինել հարսանիք, ծնունդ, կնունք, ինչ-որ արարողության, նաև կարող եք գնալ որևէ տեղ, որտեղ որ շատ մարդիկ կան, կինո, թատրոն, այգի, խաղասրահ։ Ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ոմանք կարող են սիրահարվել, կամ ձեզ են սիրահարվում, նաև սա սիրո խոստովանություններ կարող եք անել, եւ սա ձեր հարազատներն են, որ ձեր շրջապատում կլինեն այդ օրը։ Ոգուն մեկ հասարակական վայր, այնտեղ ինչ-որ մեկին եք տեսնում սիրահարվում։ Իդեպ այս աղջիկա հետ եւս կապված է, եթե սիրահարվածություն, ապա ուշադիր եղեք, թե ով է, որովհետեւ կարող է խնդիրներ ստեղծի ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 14-ին։ Բավականին առույգ կլինեք ոգևորված, ինչ-որ գործեր կանեք։ Հյուրեր կարող եք ընդունել, հյուր ճանապարհել, հյուր գնալ, նաև ինչ-որ բաներ կարող եք պատվիրել, բերեն ձեր տուն, տեղեկություն կարող եք ստանալ, նորություն կարող եք ստանալ, եւ երկար ճանապարհ կարող եք գնալ։ Այդ օրը ինչ ուղղություն որ ընտրեք ձեզ համար ճիշտ է։ Նա ինչ որ որոշեք, որ սա եք ուզում անել, նա եք ուզում անել, դա ձեզ համար շատ ճիշտ է։ Կարող եք հանգիստ անել։ Եվ իհարկե ոմանք կարող են վիճել այս քարտով, ոմանք նաև կարող են տուն մաքրել։ Դա եթե այստեղ հյուր կարող եք ընդունել, բնականաբար կարող եք տուն մաքրել։ Այսքանը ձեզ համար, կամ միգուցե դուք ուղղություն եք ընտրում, ձեզ հետ համաձայն չեն։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին դեկտեմբերի 14-ին։ Որոշ խոչընդոտներ են, որոնք որ կհանդիպեն, օй դժվարություններ կան, օй։ Այդ օրը կարևոր բաներ մի արեք ամենայն դեպս, հա, ոնց որ խոչընդոտի եւ խնդիրների հետ է։ Ոչինչ մի արեք, ոչ մի կարևոր բան, ոչ մեկին մի հավատացեք, ինչ որ խորհուրդ ունեմ միայն, որովհետեւ սա խնդիրներ են, որոնք որ կարող եք բախվել, դուք հանդիպել ծանրություն ձեր ուսերին, այդ խոչընդոտները եւս էլի ծանրություն բերեն ձեր ուսերին։ Դա կարող է մեկակնդար լինել, կարող է լուրջ չվերաբերվեք դրան, իսկ եթե ամեն ինչին իրոք լուրջ վերաբերվեք եւ ամեն ինչը կարգին լինի, ապա այստեղ բարձր տրամադրություն կունենաք, կկարողանաք յուրաքանչյուր խոչընդոտ, ծանրություն հաղթահարել։ Եվ կարող գնում եք որևէ խաղասրահ, այնտեղ կարող է տրամադրությունը բարձրանում է։ Ունեք նաև ներքևում էլի եւս։ Ամենայն դեպս է ծանր բեռ է, որը եւ այստեղ կարող է ճակատագրական քայլ անեք, խաղակ։ Բայց այստեղ չեմ կարող ասել այսա դրան է վերաբերվում, թե չէ որ ձեզ ասեմ գնացեք խաղացեք։ Ես չեմ կարող նման բան խորհուրդ տալ, ես ընդհանրապես խաղին դեմ եմ։ Բայց նաև մեկակնդարդ է, ինչ-որ մի բան տեղի կունենա, միգուցե այս խոչընդոտները, այս խնդիրները կարող են վերանալ եւ դրա համար դուք կարող ձեր տրամադրությունը բարձրացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 14-ին։ Ճանապարհ կարող եք գնալ այդ օրը կամ մի քանի տեղ կարող եք գնալ, հա, այստեղ, այնտեղ, այսպես։ Կամ նաև ձեր գործերը կարող եք առաջ տանել, բավականին էմոցիոնալ կլինեք այդ գործերը առաջ տանելու հետ կապված, ուժ կունենաք, այդպես հովեսով սա կանեք, նա։ Նաև սա հանդիպում շփում ձեր մայրիկի հետ, ինչ որ բաներ կարող է գաղտնի է մնում, ինչ որ բաներ անհասկանալի է մնում ձեզ համար։
ինչ որ բաներ դեռ մութ է, չեք հասկանում ինչ որ հա որ գործը առաջ տարակ, ինչ է լինելու հետո։ Նաև կարող եմ ձեզ օգնել, ձեռք մեկնել ինչ որ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 14-ին։ Փոփոխություն տանը, փոփոխություն բնակարանում, քաղաք, երկիր, նաև հղիությունը, ծննդաբերությունը կարող շատ երկար ճանապարհ գնալ եւ փոփոխությունը դա լավ փոփոխություն է եւ կարող մեկ ակնթարթ լինել այդ փոփոխությունը ձեզ համար։ Անսպասելի լինի նաև։ Դուք էլ բան չանեմ, ոնց որ չհավատայիք կամ չսպասեիք։ Նաև սա կարող գնալ ոչ խաղասրա, կարող երեխաներին տանել, հա, ինչ որ գնանք ուրախանանք։ Եվ ոգևորված կլինեք, ոմանք հյուր կգնան, ոմանք հյուր կընդունեն, նաև ինչ որ բաներ կարող պատվիրել բերեն ձեր տուն, ճանապարհ կգնանք, նորություններ կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծեղծյուններին։ Լուսավորվենք, ահա, լուսավորվեցինք։ Ինքան շուտ ամուտ ընկնում, ԱԲ ու մութ է արդեն։ Ինչ է սպասվում այծեղծյուններին դեկտեմբերի 14-ին։ Բայց է գաղտնիք այդ օրը կբացահայտվի, ոմանք նաև կզբաղվեն իրենց ուսմամբ, միգուցե ինչ-որ բաներ այդ օրը հավելյալ սովորեք, գրքից կամ YouTube-ից, նաև այդ օրը գումարի մասին կամ կխոսեք, կամ նաև միգուցե այդ գաղտնիքը գումարի մասին է, միգուցե քննարկեք գումարի հետ կապված հարցերը, սա նաև գումար կարող է գալ, գումար նաև կարող ծախսել։ Ինչ-որ խոչընդոտներ կան, լաբիրինթ է սա, ոչ թե խոչընդոտ է, այլ մարդկանց որ մտնում են ինչ-որ խնդրի մեջ եւ չի կարող դուրս գալ։ Տեսնենք այդ օրը կկարողանաք։ Ինչ-որ մի բան պետք է գնա ձեզանից, ձեր կյանքից, որ կարողանաք դուրս գալ, հա, դուրս գալուց ինչ-որ մի բան եք թողելու հետ։ Եվ ինչ-որ մի բանին եք կարճած, դրա համար էլ խնդիրներ է, պտտվում եք այդ խնդրի մեջ եք հայտնվում։ Մտածեք ինչն է ձեզ պահում, ինչն է կպած ձեր պոչից գալիս ձեր այս կյանք, որը որ պետք չի, հա, իրեն պետք է հեռացնեք հավիտյան, որպեսզի կարողանաք նոր կյանք սկսել։ Թե չի անընդհատ ֆռում եք լաբիրինթով, եւ անընդհատ նույն խնդիրներ, միգուցե նաեւ գումարի հետ է կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 14-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տղամարդու հետ, նաև մարդիկ կան, ովքեր կարող են բորբոքվել։ Տեսնենք ով է այս տղամարդը։ Կամ ինքն է դժվար կյանքով ապրում, կամ դժվարություններ ունի, հա, որ պետք է իրեն օգնեք, կամ սա ճակատագրական հանդիպում է ոմանց համար, կամ իր հետ կապված ձեր եւ իր միջև ինչ-որ դժվարություններ կան, փորձություններ կան, որ պետք է կարողանաք հաղթահարել այդ օրը։ Նման կարող եք բորբոքվել, կարող այդ մարդուն էլի տեսնեք, էլի մի արդյունանաք։ Տեսնենք ինչի հետ է կապված բորբոքումը։ Այստեղ կարող եք բորբոքվել, այստեղ կարող եք վիրավորել, դիմացինին կռվել, նաև հետո ինչ-որ վերջ տալ ինչ-որ մի բանի։ Միգուցե գործընկեր է, միգուցե մեկ այլ բան, հա, այստեղ շատ իր պետք է լինեք, հա, ինչ-որ մի բան ձեր կյանքից կհանեք։ Ինչ-որ մեկին։ Հենց վիճելու արդյունքն է, սա չմտածված քայլ է։ Նաև ոմանք կարող են անհանգստանալ, ոմանք կարող են լարվել, որովհետև ինչ-որ ծակող բաներ եք անելու, գործիքներով ինչ-որ բաներ կարող են ձեր վրա անել, որտեղ այստեղ գնալու եք առիթ, եւ դրա համար կարող են հանգստանալ։ Միգուցե առաջին անգամ է, միգուցե այսինքն չեք ուզում կամ հա ինչ-որ ստիպված եք։ Ամենայն դեպս անհանգստություն նաև կարող է դրանից լինել։ Ոմանք նաև սա հասարակական կյանքն է, որ կարող է ցույց տնեք, եթե այստեղ գորգրակ բնականաբար է, սա արդեն ցույց է տալիս, որ գորգրոցը շատերը կարող են լսել, եւ դա նաեւ հարսանիք է, առիթ է, որ կարող է գնալ կամ ձեր առիթն է,
Նաև սա կարող եք հետո, եթե գորգռում եք, հետո դուրս գալ ման գալու, դուրս գալ այգի, դուրս գալ մաքուրոց շնչելու, ինչ որ մարդկանց մեջ լինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 14-ին։ Կամուրջ է ստեղծվում ձեզ համար, ինչ-որ մի բան հեշտ անալու համար, ինչ-որ մեկին ավելի հեշտ տեսնելու, հեշտ խոսելու, հանդիպելու, հաշտվելու, ինչ-որ պահերի համար։ Նաև այդ օրը գաղտնիք կբացահայտվի, ոմանք կզբաղվեն ուսմամբ, ոմանք տրամադրեն իրենց ուսման, նաև սա հաջորդ քարտի հետ միասին ոնց որ ձեր կյանքից ինչ-որ մի բան կհանեք և կշրջեք ոնց որ կյանքի էջը, գրքի էջը և կսկսեք նորովի, նոր տեղ բացելու, նոր ինչ-որ բաների համար, ոնց որ որպեսզի նոր բաներ կան ձեր կյանքում, այն ինչը որ անցյալում էր կարող եք հանել այդ օրը նաև որոշել, որ պետք է հանել, միգուցե ձեր գաղտնիքի հետ էր նաև կապված, միգուցե ինչ-որ հնարավորություն է, որը ի վերջո ձեզ տրվում է դա անելու համար, ինչ-որ մի բան կգնա ի վերջո ձեզանից նորին տեղ բացելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։